Ողջույն ժողովուրդ ջան, բարի երեկո բոլորին։ Նախ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր գրանցված են իմ կայքում, բոլոր նրանց, ովքեր կիսվում են, ակտիվ են, տարածում են, մեկնաբանություններ են գրում, նրանց, ովքեր նոր մնալով հանդերձ հաշվի չառնելով այս կամ այն կոնտենտով գրանցվում են դարձյալ, բոլորից շատ շնորհակալ եմ։ Դե մենք այստեղ գիտեք, մեր համար ժողովրդով նստած բամբասում ենք կոպիտ ասած ամենատարբեր թեմաների մասին, փորձում ենք ներկայացնել այն, ինչը որ հասել է մեզ, հա, սենց բնութագրենք։ Եվ այստեղ թող մտահոգվեն, եթե ինչ-որ մի բան սխալ կարտահայտվենք, թող մտահոգվեն բոլոր այն ինստիտուտները, որոնք որ երևի թե իրենց կարծիքով ինչ-որ բան լավ չեն հասցրել։ Ինչ-որ կտեսնեն մի խոսքով, ինչ թերություն կտեսնեն, թող դրա մասին էլ նեղվեն գնան դզեն։ Նախ շնորհակալություն եմ հայտնում նաև նրանց, ովքեր որ հետևում են նաև շորթերին, շորթ նյութերին, որ տեղադրված են կամ կարճ նյութերին, որոնք օրվա մեջ երբեմն տեղադրում են դաշտ, գիտեք ինչ է, այո, այդ օր գնալով ակտիվանալու է ու ավելի հետաքրքիրն է դառնալու, եւ դա այդ ամեն ինչը ձեր շնորհիվ է։ Ես առաջարկում եմ հատկապես երկու թեմա այսօր զրուցենք, հատկապես երկու թեմա, եթե ոչ երեք։ Մեկը մի արտահայտության մասին, որ թույլ է տալիս Սամվել Կարապետյանը, դե Սամվել Կարապետյանը ամենավերջին մարդը չի, չէ՞ մեր երկրում, հեղինակավոր մարդ է, վերջի 300,000-ից ավելի ձայն է հավաքել։ Այդ որոշ քաղաքացիների համար ինքը կարող է թվա, թե ես ինչեր է խոսում, բայց ինքը իմաստուն մտքեր է արտահայտում, դուք տեղյակ չեք։ Մի տեսանյութի պատմություն, ասենց ասեմ, որտեղ որ ամփոփված է ամբողջ 2-3 ամսվա, եթե ոչ ավելին, իրենց ռազմավարությունն ու գործունեությունը։ Այս ամեն ինչին կգումարենք բնականաբար հավելվածների թեման, email թեման, այսինքն հեռախոսների գաղտնալսման, այսպես են փորձում ձևակերպել, այս թեման, որին դուք գիտեք իմ մոտեցումը, եւ հետո արդեն տեսնենք ինչպես կընթանա ամեն բան։ Նախ սկսենք Սամվել Կարապետյանից, ես այդ շորտը տեղադրել եմ իմ YouTube-յան ալիքում, բավականին շատ դիտումներ ա հավաքել, սպասվածից ավելին, ուստի հիմա մեկնաբանենք, թե ինչու է դա դրել, հա, որովհետև այլ բան է, երբ որ տեղադրում ես մի բան ու մարդիկ ռեակցիա են տալիս, այլ բան է, երբ որ սկսում ես մեկնաբանել։ Հիմա նախ դիտենք տեսանյութը։ Այս տեսանյութը ուշադրություն, երկու ձևի կա սրա կարճը ու կա երկարը նույնպես կարճ է, ժամային րոպեների առումով, բայց համեմատաբար նախկինի բնականաբար երկարը։ Առաջի հատվածով են հիմնականում դնում, ես հասկանում եմ ինչի վրա շեշտը դնելով, բայց ես երկրորդի վրա ավելի շատ եմ շեշտը դնում։ Եկեք լսենք։ Անձնագրողը ընտրություններին մասնակցողը դուք Վլադիմիր Պուտինի նշած, որ ասեց ունեն քաղաքացիներ եւ կուզեին, որ իրենք մասնակցեին։ Փաշինյանի հանդիպումը։ Ես չգիտեմ Վլադիմիր Պուտինը ինչ ասել։ Ասա ինչն է ինձ բացում։ Վլադիմիր Պուտին, լրիվ ռուսական լայա, էլի Սամվել Կարապետյան։ Հայերեն տառերը պն ես սրանք չսովորեցիք, բայց լավ սովորել եք։ Կներեք այս լիրիկական շեղման համար մի հատ էլ լսենք։ Ռուսական անձնագրողը ընտրություններին մասնակցողը դուք չէիք Վլադիմիր Պուտինի նշած, որ ասեց ունեն քաղաքացիներ եւ կուզեին, որ իրենք մասնակցեին։ Փաշինյանի հանդիպումը։ Ես չգիտեմ Վլադիմիր Պուտինը ինչ ասել, ում նկատի ունեցել, ամեն ինչ չեք նայում։ Ես լուրջ նայում եմ, տեսել եմ ինչ ասել Վլադիմիր Պուտինը, բայց ում նկատի ունեցել։ Դուք գիտեիք ընտրություններին մասնակցող, որ նաեւ Ռուսաստանի անձնագիրները ունեն պարոն Կարապետյան։ Միայն մեր կուսակցությունից երևի մի 20 հոգի ունեն։ Ռուսական անձնագրեր եւ նրանք տեխնացուներ էին։ Ոչ։ Ես էլ տեխնացու չեմ։ Լսեցիք ինչ ասես, ուզում եք մի հատ էլ լսենք, կամ բանը Սամվել Կարապետյանը ասած այո, լսեցիք ինչ ասեց, եկեք մի հատ էլ լսենք։ Մի րոպե, ձենուր կորավ, Վլադիմիր Պուտինը։ Ռուսական անձնագրողը ընտրություններին մասնակցողը դուք չէիք Վլադիմիր Պուտինի նշած, որ ասեց ունեն քաղաքացիներ եւ կուզեին, որ իրենք մասնակցեին։ Փաշինյանի հանդիպումը։ Ես չգիտեմ Վլադիմիր Պուտինը ինչ։ Մարդը չգիտի, պատկերացնում եք քաղաքական հայտաներկայացրել, ժողովուրդ ջան, թիմը գազ տված այդ հիմա, միլիոնները չփչփան են գնում են, բայց ինքը չի տեսել Վլադիմիր Պուտինը եւ Նիկոլ Փաշինյանը երբ որ հանդիպել են, Վլադիմիր Պուտինը ինչ է ասել։ Ինքը ուշադրի չի եղել։ Բայց դեմ է շատ բաներին։ Այսինքն ոնց դու հայտ ես մինչև հիմի դրա վրա եք, դուք ասում եք մեր միակ ռազմավարությունը Նիկոլ Փաշինյանին հեռացնել, դա բայց գնում է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման, ու դու չեք լսում ինչ ասում Վլադիմիր Պուտինը։ Այս ինչ անփույթ վերաբերմունք է։ Սա է ձեր, ասենք
կուսակցությունում ինչ-որ բաներ քննարկում եք, դուք քաղաքական առումով պետությանը վերաբերող ձեզ չէ, ձեր անձին չէ, ձեր կուսակցությանը չէ, պետությանը վերաբերող։ Այ քանի որ այն գնաց այնտեղ են իջավ այնտեղ, այնտեղից են հայտարարությունը արեց, ուրեմն հնարավոր է այս բանը այն որ կար աշխարհակաղակական առումով, այսքանով ազդի է ինչ բանի վրա, որը կարող է բացասական վերաբերվել այս ինչ բանի վրա։ Ասած քննարկումներ անում եք, թե խորտ բաներ եմ խոսում։ Մարդը չի լսել, ինքը ուզում է Նիկոլ Փաշինյանը հեռանա, բայց չի տեսել, որ Նիկոլ Փաշինյանը այցելել է Մոսկվա Պուտինի հետ խոսել է, Պուտինն համարյա թե անունն է տվել իրան։ Սա էս մասը։ Հիմա շարունակենք։ Սևանի կողքերը Փաշինյանի հանդիպում ես չգիտեմ Վլադիմիր Պուտինը ինչ ասել, ում նկատի ունեցել, ամենից չեք նայում։ Ես լուրջ նայում եմ, տեսել եմ ինչ ասել Վլադիմիր Պուտինը, բայց համ չի տեսել, համ տեսել է։ Այս դաշնակաբարի է, էլի դեմլալով կողմ ենք։ նկատի ունեցել։ Դուք գիտեիք ընտրություններին մասնակցող, որ նաև Ռուսաստանի անձնագիր ուներ պարոն Կարապետյան։ Միայն մեր կուսակցությունից երևի մի 20 հոգի ունեն։ Սամվել Կարապետյանը նայել է Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ու իրան թվացել է, որ իր մասին չի խոսքը։ Իր ասիմում մի 20 հոգի կան, այլ ռուսական անձնագրերով, որ սկի կալանավորված չեն։ Մտածել է կարող է Վլադիմիր Պուտինի գործը հասել է նրան, որ իր թիմի մի 20 հոգուց եսին որեորդի մասին է խոսքը, հեչ իր մասին չի, ինքն որ Վլադիմիր Պուտինն ու բայց հələ սա հարցի մի կողմն է, երբ որ մարդը ասում է, որ մեր կուսակցությունում մի 20 հոգի կան, որ ռուսական անձնագրերով են։ Այդ հələ առանձին թեմա է։ Այդ թեմային ես չեմ անդրադառնա, թող գնան իրավապահները հենց անդրադառնան։ Այն որ հելնում ասում են, ոչ մենք այդ տեսեք հիշում եք Ալիքին Ալեքսանյան, որ ասում են Ռուսաստանի քաղաքացուց հանել էր պասպորտ էր ցույց տալիս, բայց այն մյուս տեղերը որ ժամկետն անցած է եւ այլն ցանկած տեղերը բաները դրանք ցույց չէր տալիս։ Կամ ասում են դու Ռուսաստանի անձնագիր ունես, ես Հայաստանի անձնագիր ունեմ, Հայաստանին է ցույց տալիս։ Հա ասում են ասում չեք ասում Հայաստանի անձնագիր չունես։ Բայց մենք ասում ենք Ռուսաստանի անձնագիր ունես։ Ռուսաստանը հələ մի կողմ, երկրորդ երկրի անձնագիր ունես։ Այսինքն քաղաքական process-ների մեջ դու չես կարող ցուցակներում խաղեր տաս, հասկանում ես։ Այս շուխուրանելուց հետո նոր ալիքը խեղճ ալիքը ստիպված հասկացավ, նո հասկացել էր սկզբից, ստիպված որոշեց, որ ինքը չլինի այդ ամեն ինչի մեջ։ Բայց սա էլ առաջնային չի կոնկրետ ինձ համար։ Առաջնայինը այս սա է։ Ակցիոնից երևի մի 20 հոգի ունեն։ Ռուսական անձնագրեր եւ նրանք տեխնացուներ էին։ Ոչ։ Ես էլ տեխնացու չեմ։ Լսեցիք։ Լսեցիք տեխնացու չեմ։ Ես հասկանում եմ, որ Սամվել Կարապետյանի ընտրողները այստեղ կարող են շատ սրտնեղել, բայց տեսեք, մոտ 2 ամիս ես ձեզ սիրելի հայրենակիցներ, սիրելի համաքաղաքացիներ, սիրելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ բնակիչներ, երբ որ դուք գոռում եք, աղաղակում եք, դուք կարող եք իմ բոլոր եթերները նայել, դրա մասին խոսակցություններ մի քանի անգամ ունեցել։ Երբ որ աղաղակում եք, ասում եք Սամվել վարչապետ, մենք ասում ենք հատկապես ես, որ Սամվել վարչապետ դուք հավայի եք գոռում, հավայի անկապ, դուք պիտի գոռաք Նարեկ վարչապետ, որովհետև Սամվելը չի կարա լինի վարչապետի տեխնացու, որովհետև ցուցակում չկա, որովհետև ունի ուրիշ երկրի քաղաքացիություն, շատ բարձր ամեն ինչ, բայց չէ ձեզ վնուշատ էին արել ուրիշ թեմաներ, չէ Սամվել ուզում էին սղացնեին բուլկին, դուք գոռում եք Սամվել վարչապետ, մենք ախպեր մի ամաչեք, գոռացեք Նարեկ վարչապետ, ֆինանսավոր եղի անունը խի գոռում, գոռացեք նրան, ով որ հաղթելու դեպքում կարա լինի վարչապետ, չէ մեկը Սամվել վարչապետ, մարդը հիմա իրա դուք է ժամանակ ինչ եք անում, քարերով, փեդերով, բաներով հարցակվում եք մեր վրա, ճիշտ է, մարդը հիմա իրա բերանով ասում է, ես ցուցակում չեմ եղել, չկամ, չեմ կարա լինեմ, պասպորտ ունեմ ուրիշ երկրի, իմիջայլոց, պասպորտների հրաժարման պրոցես էր սկսել Սամվել Կարապետյանը, ում օգնում էր, գուշակեք, պարոն Վարդևանյանը, ով պիտի որ հասցներ մինչև ընտրություններ խնդիրը նրան, որ լուծվեր քաղաքացիության հարցը, որ եթե հանկարծ անգամ մեծամասնություն դառնալուց հետո, ինչ-որ սահմանադրությունում մի 8 հատ բան փոխելուց հետո, որոշեին ուժոյի մեկին, ով ցուցակում ոչ էլ եղել է, բերեին դնեին վարչապետ, գոնե այդ խնդիրը չառաջանար, որովհետև այդ մեկը արդեն ամենադժվարն է։ Բայց մինչև ընտրություններ դա տեղի չունեցան, ընտրություններից անցել է մոտավորապես մի ամիս, լավ, մի 5-6 օր պակաս, դա միևնույնն է տեղի չի ունեցել։ Այսինքն ըստ էության հենց հիմա պիտի Նարեկ Կարապետյանը լիներ վարչապետը, եթե նրանք հաղթեին։ Բայց որ ասում ենք Նարեկ Կարապետյան, ասենք թե հաղթեցիք, դուք գոնե մի օր, մի ժամ, միջև այդ սահմանը արտահերթ նիստը, չգիտեմ, այնտեղ ոնց եք նկարագրում ինչա լինելու,
Այս միջև էս ամեն ինչը դու ես չէ լինելու պատասխանատուն։ Ինչ ես պատկերացնում, ասում չէ, մեկ ատենց չի։ Բայց մի տենում ես որ տենց է, դամբուլ, դե արի մի ասա։ Տեսնում ես որ տենց է։ Ու սրանց ընտրողներ դուք հիմա տեսնում եք որ ովքեր են ձեզ խաբել, ովքեր են ձեզ փորձել բան բացատրեն։ Արա դուք այս 6 տարի ամեն օրով ցույց եմ տալիս ձեզ խափողներին։ Խիդա հետ ձեզ պետք չի։ Խիդա ձեզ հետ չի հետաքրքրում։ Ուզում եք ավելի շարունակեք խափել, դա խափվեք նազդարովիա։ Մարդը իր բերանով ասում է, ես չեմ կարող լինեմ։ Հիմա իհարկե, հուլիսի, արդեն, չէ, հունիսի 30-ին, այս երեկվայա։ Հունիսի 7-ից 23 օր հետո։ Հունիսի 7-ից 123 օր առաջ ասել ենք ձեզ, որ չի կարող լինի։ Դե հիմի, ովքեր որ ձեզ ինչ որ ուղեղներդ լցրել եք, դե հիմի էդի հետ անելով են քալամի թփի նման, ցած հետ անելով, հետ գնացեք կանգնեք զրոյական կետի։ Չեք կանգնի, գիտեք ինչ, որովհետև նրանց կարևորը լիքը ստեր լցնելն է ու ձեր մոտ տրամադրություն փոխելով ձեզ կառավարելը։ Հասկանում եք թե չէ։ Որովհետև ճշմարտությունը, այս մի ճշմարտությունը կբացվի, մյուսը, բայց մաղձը տակը մնում է։ Այդ մաղձի վրա էլ հենց աշխատում են, հասկանում եք թե չէ, ո՞ց ասենք ձեզ։ Մարդը իր բերանով ասում է, չէ, որ ես ուրիշ քաղաքացիություն ունեի, ու ես չեմ եղել ցուցակում։ Ախպեր, հիմի են մի քանի 100 կամ մի քանի հազար հոգով, փողով, առանց փող, դա կապ չունի, որ գնացել գոռում եք Սամվել վարչապետ։ Կարեք ասեք, ինչի համար եք տենց գոռում։ Ինչ Սամվել ու ինչ վարչապետ։ Ում նկատի ունեիք։ Ում նկատի։ Աստեղ հասնում ենք մի հատ կետի, ժողովուրդ։ Խաչմերուկը շատ հստակ է։ Սա հասնում ենք մի հատ կետի, որտեղ որ այն փող չվերցնելով քվեարկողները ավելի մեծ խնդիր են դառնում, քան փող վերցնելով քվեարկողները, որովհետև փող վերցնելով քվեարկողները, առասպես մարդը ռիսկ է հետում, ասում ջան, դեմ ես պիտի 100,000-ս վերցնեմ, հարց ունեմ լուծելու, հերնել այնպես թե 7 տարի չեմ նստի։ Հա, հենց էլ փողի համար եմ ընտրում, թքած ունեմ պետության վրա էլ, հայրենիքի վրա էլ, ամեն ինչի վրա էլ թքած ունեմ, ապեր։ Ես քանի կարող կպցնում եմ։ Էսի հələ միտեղ դառնում է, եթե ոչ ընդունելի, գոնե հասկանալի։ Այս մյուս հատվածը, ոչ չես կարող հասկանալ։ Ախր էնի գոնե փողա վերցրել։ Արա բա դու ինչ ես արել, ինչն ես ընդ խիր գոռում Սամվել վարչապետ։ Էնել զրի։ Ստեղ վարժի է սաղ տրամաբանությունը վարվում, ու պաժարը կպնում։ Ոնց, ինչ, մարդը իրա բերանով ասում է, ասում ախպեր, ես թեկնածու չեմ եղել։ Խանդա չի խեք գոռացել Սամվել վարչապետ, կամ որ գոռացել եք կոնկրետ ինչ եք նկատի ունեցել։ Մարդը ասում է, ես չկամ, ցուցակներին չեմ եղել, չկամ։ Դե իհարկե հիմա ասում, այս բառակապակցությունը չէր ասելու հունիսի 7-ից առաջ, որ դուք շարունակեք գոռեք ինչ-որ մի հատ Սամվել, ինչ-որ մի հատ վարչապետ։ Ես ուրիշ նայում եմ, տեսել եմ ինչ ասել Վլադիմիր Պուտինը, բայց Վլադիմիր Ու գիտեիք ընտրություններին մասնակցող, որ նաև Ռուսաստանի անձնակիցներ են պարոն Կարապետյան։ միայն մեջ Ինչքան նայում ես նայվում է, լուրջ եմ ասում, ես վիդեոն վերջն է։ 20 հոգի ունեմ։ Ռուսական անձնակներ եւ նրանք տեխնացուներ էին։ Ոչ։ Ես էլ տեխնացու չեմ։ Ռուսական անձնակներ։ Ես է տեխնացու չեմ։ Արես մարդը տեխնացու չի եղել, ինչ եք գոռացել։ Գժանոցալը։ Այն որ խորոսարը։ Այ էլ արդեն չի լինում լուրջ մեկնաբանը։ Մարդը ասում է, ես մեկ տեխնացու չեմ եղել։ Որ տեխնացու չի եղել, դուք ինչ եք գոռացել։ Եք գոռացել Սամվել, վարչապետ, ինչ Սամվել, ինչ վարչապետ։ Մարդը տեխնացու չի եղել։ Սրա մասին մենք մի քանի ամիս առաջ ասում ենք, որ ախպեր մարդը տեխնացու չի, ինչ եք գոռում, դուք չգիտեք։ Հիմի գոնե դուք գիտեք։ Գժիդար կարիջամ, գժիդար, վերջն է էսի։ Ու սա մեր, չէ, գիտեք ոնց, սա մենակ գժի բար չէ, ստեղ սաղաղետ է, որովհետև ստացվում է մեր հասարակության 300,000-ից ավել մարդ, ընտրողներից, չընտրողները մի կողմ, ենքան էլ չեն հասկացել ինչ են անում, առհասարակ չեն հասկացել ինչ են անում, իրան գնացել են ընտրության, ընտրել են համար 3-ին, որովհետև կարծել են, որ Սամվելը վարչապետ է դառնալու։ Սա ցույց է տալիս առնվազն ընտրողների մասով, առնվազն 30%, չէ, ինչ 30% ավել։ Հա, չէ, 30%-ի իրավական չգիտակցությունը։
Չեմ ուզում ասեմ դե գիտությունը դա մի քիչ որովհետեւ մարդ է, ես չեմ ուզում հանդերձ վատ բան ասել։ Բայց դա է։ Ու դրանից ելնելով էլ այս որ սուտկեքով սպառնալիքներ ու սուտկեքով չգիտեմ ինչեր ստանում ենք, այդ դրանից ելնելով է, այդ գիտությունից ելնելով։ Ու դրանց հանգիստ կարող են ուղղորդել ոչ թե իմ անձի կամ մյուս անձի, այլ մեր հասարակության դեմ։ Խնդիրը կայանում է հենց այդտեղ։ Դա է ինձ բանան, հասկանում եք։ Դա շատ լուրջ է։ Մենք իհարկե կարող ենք խնդալ, կարող ենք անգամ ծաղրել, բայց կարող ենք ինչ-որ լուրջ քննարկում կազմակերպել, բայց սա իրականում աղետ է։ Սա աղետ է։ Երբ որ դու մարդուն փորձում ես բացատրել, մարդը չորով ոչ միայն չի հասկանում, այլ քարերով լարում է հետևիցը, հետո բարձրանում է, որ դա հենց այդպես է։ Ու միևնույնն է, այդ այն տեսակն է, ովքեր որ չեն ընդունելու իրանց սխալը։ Չէ, իրանք շարունակելու են ինչ-որ տենց գնալ։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում նա զուգահեռ իրականություն գոյություն ունի, որտեղ մարդիկ են ապրում։ Կապ չունեն գնալու մնացածների հետ, անկախ քաղաքական հակասություններից։ Մենք անկախ հակասություններից միասին ենք ապրում։ Սա մեր միջավայրն է, մեր ընդհանուր հայկական հայաստանյան միջավայրն է։ Երեք ելույթ չի, սա դատարան գնալու ճամփին լրագրողները կանգնացել հարցեր էին տալիս, էլի բաներ ասել։ Օրինակ, ասածներից մյուսը սա է։ Ասածներից մյուսը, նայեք ինչ է ասում։ Ասում է մեր ընտրողների 40%-ը դեռ էմոցիաների տակ է։ Իր ընտրողների 40%-ն ասում է էմոցիաների տակ են ջնջում ինչ խոսում։ Ցանկանում են չվերցնենք մանդատը։ 60%-ը արդեն ասում են վերցնենք, այսինքն ովքեր 100%-ն են եղել էմոցիաների տակ։ 60%-ը արդեն համոզվել են իրենց կապիտությունը, այս ՍԴ դիմելը, այս չգիտեմ ինչ խոսալը, որ այդ էսեք ընտրատեղ, այս ամեն ինչը դրա մասին է, որ էլեկտորատին պահեն, որովհետև sense-ից գնալու են մանդատ վերցնեն, իրաց պետք է եղել մանդատը վերցնեն։ Ժողովուրդ, մինչև ընտրությունների հայտարարումը, մինչև նախագահի ստորագրումը, եթե կհիշեք, մեր հիմնական հետևորդները կհաստատեն դա։ Ես ասել եմ, այս ընտրությունները 26 տվի մասին չեն։ Այս ընտրությունները 31 տվի մասին են, որովհետև խնդիր կա դրված, Ռուսաստանը շատ լավ գիտակցում է, որ չի հաղթելու, որովհետև դա ինչքան որ այսօր ծանր վիճակում աշխարհի ամենավերջին երկիրն էլ չի, էլի։ Շատ լավ հասկանում է այդ ամեն ինչը։ Ինքը խնդիր ունի իր ներկայացուցչությունը որպես թե գոնե մեծամասամբ ռուսական ազդեցության բանով ընդդիմություն պահպանի 30 մինչև 31 ձգելու համար։ Սրա մասին ես խոսել եմ։ Շատերիդ կարող է այդ բան դուր եկել է իմ ասածը, շատերիդ կարող է դուր չի եկել իմ ասածը, բայց դա տեսանելի է եղել։ Հիմա այս մարդիկ մեծ հաշվով Ռուսաստանի առաջ իրենց ծառայությունը մատուցել են։ Իրանց առաջ խնդիրը իմիջիալից շատ քաղաքական մեկնաբաններ այստեղ սխալվում են։ Ասում են իհարկե եղել է մաքսիմումը դրած, եթե հնարավոր է իշխանություն վերցնել, բայց իրանք էլ են հասկանացել, որ դա բարդ է, գրեթե անհնարին է։ Երկրորդ պլանով գոնե լինել մեծամասնություն ընդդիմության դիրքերում։ Ուրիշ ընդդիմություն որպեսի չլինի։ Ու արդեն երկրորդ անգամ Ռուսաստանը հաջողում է իմիջիալից, եթե ուզեք անկեղծ իմանալ, 21 թվականին թույլ չտրվեց, որ ուրիշ ընդդիմություն լինի ազգային ժողովում, եղան պատիվ ունենալու Հայաստանը, հիմա էլ թույլ չտրվեց ուրիշ ընդդիմություն լինի, եղան ուժեղ Հայաստանն ու բանը, Հայաստան դաշինքը, այսինքն ամբողջովին ռուսամետ, հանկարծ ուրիշ ընդդիմություն ոչ չդնի այնտեղ։ Իրանց խնդիրը հիմնականում կարելի է համարել լուծված սրանց դեմքով։ Ու դարձյալ խափելով իրենց իսկ էլեկտորատին, որովհետև մեզ խափելը տենց հեշտ չի, դժվար է, գրեթե անհնարին։ Այն էլ իրանք իրենց դեմքերով եթե ուզեն խափեն, դա вообще չի կարող տեղի ունենալ։ Հասկանում եք։ Այս իրավիճակում Ռուսաստանը հասել է իր ցանկություններին, պահել ազգային ժողովում պարալիզացված որքան կարող է։ Ինչ տոկոս կարող է, 1%, 5%, 10, 30 թե 40, կապ չունի, պահել դա 31 թվի համար։ Ճիշտ է, ես ունեմ, չգիտեմ որտեղից, ունեմ որոշակի վստահություն, որ գործը 31 թվին չի լինի նույն ընտրությունը։ Դա չգիտեմ, դա վերջը կլինի բացապես, բայց գոնե մինչև նոր տարիք առնվազն այս 4-ից 5-ը պիտի նստած լինեն։ Որ չստացվի այնպես, որ իշխանությունները ոչ թե իշխանություն են, այլ հականախկինական։ Այսինքն նախկինները նախկին, բայց ձեր քաղաքականությունը ոչ թե պիտի լինի հականախկինական, այլ պիտի լինի իշխանական։ Մտ ցույց տվեք ձեզ վերջապես։ Մենք այսօր բաներ ենք տեսնում, որը որ մեզ նյարդայնացնում է, բայց մենք չենք կարողանում այլ բան անել, որովհետև դա կդառնա ուրիշ բան։ Դուք իշխանություն եք։ Հավատում եք դրան դուք ինքներդ։
Եթե հավատում եք դրան, աշխատեք, գործեք։ Եվ թե որտեղից է իմ էս հուզումը, կասեմ, եթերի այն մյուս հատվածում։ Այդ մենք կարող ենք քննարկել են մեկի խոսույթը, դուք իշխանությունն եք, ընտրել են ձեզ մարդիկ, դուք ձևավորել եք իշխանություն, ուրեմն պահեք ձեզ որպես իշխանություն, ոչ թե հակա նախկինական, սա շատ աղետալի վատ բան է, ու վատ տեղ կարա տանի, ոչ թե քաղաքական առումով, այլ քաղաքացիների առումով, օրական հարյուրավոր, հազարավոր քաղաքացիներ սպառնալիքների տակ են ապրում, դուք պարտավորություններ ունեք, դուք ունեք պատասխանատվություն, դուք կրում եք պատասխանատվություն բոլորի անվտանգության համար, ու իրականության մեջ կյանքը նենց է ստացվել, որ այո, մեկը սուր խոսք ասել, մեկը նենց ասել, մեկը նենց ասել, դուք պիտի պաշտպանեք դա, ու ում չեք կարող թույլ տալ, որ դարձյալ հականախկինական բաներ գնան, ցույց տվեք ձեր թափը, ձեր ուժը չեք կարողանում ցույց տալ, ուրեմն չեք ունեցել, բայց ձեզ ժողովուրդը, ձեր թիկունքին կանգնած ա եղել ու կա, ինչ որ բան եք ուզում անեք, որ չի կարող չստացվի, այստեղ ես այո, մի քիչ ֆրտովում եմ, հիմա վերադառնանք սրան, այն որ ասում մեր ընտրողների 40%-ը դեռ էմոցիաների տակ է, ցանկանում են չվերցնենք մանդատները, 60%-ը արդեն ասում են վերցրեք։ 60%-ին արդեն համոզել են, որ վերցնեն։ 60-ը ասում են լավ, օքեյ, վերցրեք։ 40-ը հələ չեն համոզվել։ Բա որ ասում ենք ուլի նման խելոք գնալու եք վերցնեք։ Ինչ եք հետներս կռիվան։ Հեսա ուլի նման գնալու են վերցնեն, ինչ պիտի անեն։ Որովհետև այն խնդիրը, որը դրված է եղել, կատարվել է ցավոք սրտի։ Ձեր միջոցով։ Դուք միջոց եք Հայաստանի դեմ գործողությունները, Հայաստանի զենքայնացման, այո։ Դուք միջոցն եք Հայաստանի զենքայնացման կամ գործիքայնացման, եթե կուզեք։ Ընտրեք ինքներդ։ Այդ նույն մոտավորապես նույն միտքն է, մի քիչ տարբերություն կա, այդ ոչինչ։ Այդ տարբերությունը հիմի որ պատմեմ, մի անգամից այդքան բանը չեք հասկանա։ Ես առաջարկում եմ Ժողովուրդ ջան, մի պահ անդրադառնանք համառոտ հնարավորինս։ Այս ծրագրին, որը ներդրվում է հեռախոսների հետ կապված, դուք գիտեք, ես ի սկզբանե ասում եմ, որ ես դրա հետ հաշտ չեմ ոչ թե Մանվել ջան, անչափ շնորհակալություն, Ժողովուրդ ջան, ասեմ, որ եթե չեմ սխալվում, PayPal համակարգով առայժմ հնարավոր է նվիրատվություն անել, ովքեր որ արտերկրում են, շատ ավելի հեշտ է դա անել։ Շնորհակալ եմ Մանվել ջան, այդ super thanks երևի ծրագիրն է, ես մի քիչ այդքան էլ լավ հələ որ չեմ հասկանում, որովհետև Հայաստանում նոր է դրամայնացվել YouTube-ը, չգիտեմ ինչ չի, բայց էլի ակին գործերը առաջ գցում է, ինչին համահունչ փորձում ենք զարգացնել մեր գործունեությունը, ընդհանուր միջավ քիչ-քիչ զինվել արդեն պրոֆեսիոնալ տեխնիկաներով, ասեմ ունեմ նպատակ, ամենապարզ ձևով ձեզ ասում եմ Ժողովուրդ ջան, ես ունեմ հենց հիմա նպատակ, չեմ վախենում որ կգողանան այդ միտքը, որովհետև եթե գողանան էլ անելու են ավելի վատ, քան ես կանեմ, ունեմ նպատակ, որ ինտերակտիվ ձևով իրավաբանական պրոցեսների մասին խոսենք, այսինքն ինչ որ մի դալիճում քաղաքացիներ, ովքեր կցանկանան, մարդիկ ովքեր ունեն իրավական այնպիսի խնդիրներ, որտեղ որ անարդարություն են նկատում, ներկա լինի իրավաբանը, ներկա լինի հաղորդումը վարողը եւ ինտերակտիվ ձևով ուղիղ եթերով կլինի թե ձայնագրելով կլինի, ստանանք հաղորդում կոնկրետ իրավական թեմաների շրջանակներում դատավորների գործունեության, դատախազության, քննչականի, մյուսի ուտեղում բացահայտենք ըստ գործերի, որը ոնց է արվում։ Դա մի քիչ ծախսատար պրոյեկտ է եւ բնականաբար ձեր այս աջակցությունները թեկուզ 1, 2, 3 եվրոյի տեսքով, գիտեք, երբ որ կամ դոլարի դա մի անգամից նկատելի է լինում։ Դա շատ օգտակար է։ Սա նոր ինչ որ ծրագիր է, որ մտել է, ինչի համար շնորհակալություն, ոնց որ երկրորդ անգամ ամբել է արդեն կիրառում այդ հնարավորությունը։ Մերսի շատ։ Շարունակենք։ Հիմա հեռախոսների մասով որ կա խոսակցությունները, որտեղ որ բնականաբար ընդդիմությունը պիտի շահարկի, վերս արկի, լուն ուղտ սարքի, ոնց ուզում եք ասեք, բնութագրեք։ Ես ինքս դեմ եղել եմ եւ դեմ եմ առայժմ մի հանգամանքով, ասեմ այսպես։ Ուրեմն այդտեղ բացատրությունները արդեն ինձ հետաքրքիր են։ Իմ կարծիքը գնալով կարծես թե Սավրիցը մի քիչ հալվել է,
առավել ևս որ ես հասկանում եմ որ դա միայն ծեր շուկայի դեմ պայքարելու համար չի մնացածը կարող եք ինքներդ կիրառել թույլ տվեք կռահել թույլ տվեք ես հիմա չասեմ բայց քանի որ տեսա որ վարչապետը խոսում է նրա մասին որ սա դեռ նոր է ծրագրավորվում եւ վստահաբար դեռ ազգային ժողովում քննարկում կլինի առանձին մասնագետների հետ քննարկումներ կլինեն եւ այլն հնարավոր է դեռ ինքը հում խմոր է մի խոսքով դեռ շատ խմորվի այդ պատճառով չեմ ուզում միանգամից շատ դրա մասին խոսել ինքս պետք է շատ ուշադիր հետևեմ բայց շահարկողներին էլ թույլ չեմ շահարկել առավել եւս նախկիններին այնպիսիներին ովքեր որ շատ լուրջ խնդիրների լուծման շրջանում քաղաքական կամք չէին դրսևորում եւ այս պահի դրությամբ շատ լավ հիշելով նաեւ իմ անձնական կյանքի փորձը որ թե Եվրոպայում թե Միացյալ Նահանգներում օրինակ եթե այն ժամանակ մենք ուզում էինք մի հեռախոս բերել Հայաստան հիշում եք տանում ասում ենք մի հատ գործը անչափ շնորհակալ եմ Հայաստան ջան շատ շնորհակալություն վերահսկողության համար բանա մինչև կոդը չբացային Հայաստանում չէր աշխատում հիշում եք ովքեր իմ տարիքի են կամ մի քիչ վերև այս ամեն ինչը լավ կհիշեն նվեր էին ստանում հեռախոս բջջային բայց չեն կարողանում օգտագործել որովհետև այնտեղ պիտի կոդը բացեին նոր ուղարկեին հասկանում եք այ այդտեղ կարծեմ թե պիտի ինչ-որ բաներ լինի ուրեմն այս իմաստով մի քանի բան հասցրել եմ ուսումնասիրել ժամանակից առաջ չընկնեմ առանձին եթեր խորքային կունենանք բոլորին ցույց կտամ ով ինչ է ասել ով ինչ է ասում ինչ կա ինչ չկա բայց մի բան հաստատ է դեռ մի բանի հետ վստահաբար համաձայն չեմ որ մենք միանում ենք հենց email-ին որը որ ավելի շատ դրան միացած են ԵԱՏՄ երկրները բայց մենք ոնց որ թե հասարակության մեջ կա ընկալում հարգելի իշխանություններ որ մենք քայլում ենք դեպի բան չասեմ արևմտյան արժեքներ, ես այդ ձևակերպումը այդքան էլ չեմ սիրում, էլի, քաղաքակիրթ աշխարհ ենք քայլում, ապա ինչու ԵԱՏՄ-ի ստանդարտների համապատասխան։ Վստահաբար, օրինակ, Հունաստանում, օրինակ, Գերմանիայում, Նիդերլանդներում email-ը չի գործում, այդ նույն բանի համար, կամ Միացյալ Նահանգներում email-ը չի գործում, այլ մի բան է։ Այս մի բանի հետ ես այս պայդրությամբ հաշտ չեմ, մնացածը ոստանում դեռ նորմալ է։ Թող այդ ստանդարտներով գնա այդ ամեն ինչը, ինչ կլինի որ։ Թող ոչինչ Այս մի բան էլ մեր սրտով թող լինի, ինչ կլինի, բայց սրա շահարկողները մի հատ ուրիշ երևույթ են, եթե մենք կարող ենք շատ կիրծիրուն ձևով մեր մտահոգությունները հայտնել, մարդիկ կան, որ սա վերցրել, դարձրել են արդեն դրոշակ ու գնում են առաջ, դրանցից մեկը երբեմն արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ով վերջին շրջանում հայտնվել է իմ խիստ ուշադրության կենտրոնում, ես իհարկե պատկերացնում եմ նրա նկարտումները ինչու են կայանում, բայց ժամանակից առաջ դեռևս չընկնենք, մի երկու ամիս կա Եկեք լսենք ինչա ասում Եկեք ձեզ պատմեմ ողջ ճշմարտությունը հեռախոսների գրանցման IMEI գրանցման համակարգի մասին, սա։ Սա ուզում ես ասես Արփինե ջան, ով ճշմարտությունը չասի ամոթ իրան, հա, օրինակ։ Բայց չես ասում, ասես լավ, լսենք ինչա ասում։ Հեռախոսի նույնականացման համարն է յուրաքանչյուր հեռախոս ունի այսպես ասած եզակի համար, որը գրանցվում է, նրա անձնագիրն է, կոպիտ ասած։ Հիմա Հայաստանի կառավարությունը ասում է, գիտեք ինչ կա, ես ուզում եմ մաքսանենգության դեմ պայքարել, արդյունավետ իրականացնեմ։ Կեղծ հեռախոսներ չմտնեն, այսինքն մաքսանենգ ճանապարհով հեռախոսներ չմտնեն, կեղծված նույնականացման համարներով հեռախոսներ չլինեն։ Եվ օրինական ներմուծողների շահերը պաշտպանեմ, թվում է օրինաչափ նպատակ է։ Այդ մասին իրենք են հայտարարել, այդ մասին երեք պատմում էր Ներսես Երիցյանը հանրային հեռուստաընկերության եթերում փորձում էր թվալ համոզիչ, եւ որևէ մեկը այլ բանի մասին չի խոսում, չէ, կապ չունի անձնական տվյալների հետ, կապ չունի, բոլորս այն ասում։ Իսկ իրականում այդպես չէ։ Նախարձանագրենք, որ եթե իրենք այս գործիքը մտցնում են մաքսանենգության դեմ պայքարի շրջանակներում, ապա խոստովանում են քաղաքական եւ իրավական, որ մինչ այս պահը պետական կամուտների կոմիտեն տարբեր մամուլում շրջանառվող տեղեկությունների կոնտեքստում այդ թվում լավ չի իրականացրել դրա դեմ պայքարը։ Ավելին 2023 թվականին օրենք էի ընդունել, որ 2025 թվականի հունվարի 1-ից մեկը կարող է գնալ չափագրումներ անել տնտեսվարողների մոտ, ստուգել իրացման ու ձեռքբերման ծավալները, որը ինքը ունի, համեմատել ու հասկանալ, արդյոք նրանք ավելի շատ են իրացրել հա, քան ձեռքբերման փաստաթղթերով երևում է եւ հասկանային, որ այստեղ ապօրինի ճանապարհով ներմուծում են թե ոչ։ Իրենք դա չեն արել։ Առհասարակ 1.5 տարի ոչ մի վարչարարություն այս ընդունված օրենքի շրջանակներում, որը դրա համար էին իբր ընդունել, չեն արել։ Ոչ մի խոստովանություն, ոչ մի քաղաքական կամ իրավական պատասխանատվություն եւ հանկարծ, ահա, այս մի գործիքն են բերում։ Բայց իրենք մինչեւ վերջ ձեզ չեն ասում։ Օրինակ Եվրոպայում GSM համակարգը որ կա, հա, այդ համակարգում կարող է ստեղծել բեկում շտեմարան, գրանցել այդ եզակի համարները, դա տալ օպերատորներին, ասել այ այս համարներին դուր բջջային կապ։ Կհասկանայինք, ինչ որ միտեղ կհասկանայինք, արձանագրելով նախորդում ասված իմ խնդիրները, բայց հիմա իրենք դրանով չեն սահմանափակվում։ Ոչ, իրենք ուզում են հետեւյալ տեղեկատվությունը, որ այս հեռախոսը պատկանում է այս ինչ մարդուն, որը օգտագործում է այնինչ հեռախոսի համարը։ Ու ընդ որում տեսնում են ամբողջ պատմությունը, այդ հեռախոսի համարը երբևէ որ հեռախոսի մեջ է դրվել եւ այլն։ Այստեղ փաստարկներից փորձում են թույլատրել, որ իբր գործող հեռախոս
հեռախոսների վրա չի տարածվում։ Կներեք, մարդիկ անդադ հեռախոսները ներմուծում են, հեռախոսը փոխում եւ այլն, այնպես որ շատ վատ աշխատող փաստարկ է սա։ Ընդ որում ուզում եմ հասկանամ, օգտագործողի տվյալները, ընդ որում չեք գրում ինչ տվյալ, ինչի եք ուզում։ Ինչի եք անձնական տվյալներ ուզում։ Ձեր նպատակը միանգամից իրավապահ մարմիններին մի քիչ ավելի հեշտացնելն է իրենց գործը։ Այսինքն կամբոջական, թուրքական, հնդկական, ռուսական մոդելն է կտրել Եվրոպայում տարածված հիմնական մոդելի փոխարեն։ Ինչու ճիշտը չեք ասում Հայաստանի քաղաքացիներին։ Ոչ անձնական տվյալներ եք հավաքագրում, եւ դա միայն մաքսանենգության դեմ պայքարի համար, չէ։ Ուրեմն, Արփինե Հովհաննիսյանին ես մի անգամ անդրադարձել եմ, փորձել եմ հնարավորինս մեղմ լինել։ Մի ասեմ, դուք ձեր հանրապետական կուսակցությունով Սերժ Սարգսյանով, Աշոտյանը, Շարմազանովի խառով շատ փոքր եք, որ ձեզ ներկայացրեք որպես ընդդիմություն հերիքշի, մի հատ էլ դուրս գաք ու խոսեք ինչ-որ բաներից, բողոքեք ինչ-որ բաներից, որոնք պարտավոր եք, ծայրից ծայր ոտի եղունգի ծերից միջև ձեր գլխի մազի ծերը, պարտավոր եք ինքնուրույն անել, բայց քանի որ Սերժ Սարգսյանով, Քոչարյանի բալեկով, բոլորովը ունեք այդեղ բան շահեր, իհարկե քաղաքական այդ սկզբունքայնությունը չեք կարա որտեղ եք, որովհետև դուք քաղաքական կերպարներ չեք եղել, դուք խուժախ խուլիգանների կուտոկ եք եղել, ու ձեր նմանները չէին էլ կարող այնտեղ հարց լուծել տիկին բան Արփինե, այ խոսացողեք այդտեղ խոսեք, արտադրության նախարար եք, որպեսզի ընդունեք նմանատիպ օրենքներ, որպեսզի Հայաստանը չվերածվի սև շուկայի տրանզիտ երկրի։ Սկսենք ստեղից։ Երկրորդ, ես ինքս քննադատում եմ։ Դուք շատ փոքր եք որ քննադատողների մեջ տարբերություն կա։ Ձեր քաղաքական հետագիծը միատնեք ու մի փորձեք շահարկել օրինակ։ Այ ոնց են բլոկ դնում իրական քննադատողների։ Երբ որ դու փորձում ես այս ինչ կամ այն ինչ թեմայի շրջանակներում հակադրվել, քո կարծիքը ասել, ասել իշխանություններ, ոնց որ այս ինչ բան են, չի։ Իրաք միանգամից Արփինե Հովհաննիսյանը հենց որ ինչ որ խոսում էր, վերցրել է իմ այդ օրվա եթերից։ Ամբողջը դիտել է վստահաբար։ Ու ինքը հենց այդ շեշտերի վրա է իր խոսույթը կառուցում։ Չեք կարողանում ինքնուրույն։ Վերցնում ու միանգամից դա քաշում եք ձեր դաշ։ Դուք փոքր եք, դուք գոյություն չունեք, դուք մերժված նախկիններ եք, ովքեր որ քաղաքական աղբանոցում են, այնտեղ մաքսիմում կարելի է այդ աղբար կղի վրա մի հատ կատու իր համար մլավի։ Այսքան բան, անձնական վիրավորանք չընդունեք, ես անձնական վիրավորանքների մասին չեմ խոսում, իմ խոսույթը այս պայդրությամբ ամբողջովին քաղաքական բնութագիր ու գնահատականն է ձեր գործունեության։ Հիմա հասնենք առաջ։ Այո, խնդիրներ կան։ Այդ խնդիրները այգու երբ որ Քոչարյանի տղեն սեթրակը, գիտեք որտեղի Nokia 3200-ի վախտերից, սև ու սպիտակ էկրանով է որ մաքսիմում մի հատ օծ էր վրան կարում խաղալ։ Այդ վախտերից երբ որ խնդիրներ կային ու սև շուկայի էր վերածվել Հայաստանը, այդ ժամանակ արդեն դրսում էս համակարգը գործում էր։ Ես կրկնում եմ եւս մեկ անգամ։ Ես ոչ թե դեմ եմ, որպեսզի որևիցե վերահսկող համակարգ մտնի դաշտ, այլ ես դեմ եմ, որ առայժմ դեմ եմ, որը որ եթե բանալի ժամանակ բանավեճերի ժամանակ ազգային ժողովում ներկայացնելու ժամանակ եւ այլն հանրային քննարկումների ժամանակ եթե գա նրան որ պիտի միևնույն է իմեյլ լինի ես դրան դեմ եմ սա իմ պոզիցիան է բայց ես կողմ եմ որպեսզի քաղաքակիրթ բոլոր երկրների նման լինի որովհետեւ սա բոլորս ենք շատ լավ գիտակցում ու ոչ մեկի լեզուն չի ֆրանսացի ոչ միայն սա սև շուկայի մասին է ես ինքս էի չասում ասում եմ դե հիշում եք այն մի եթերս որ ասում եմ Յանի տենց երկու հատ պիտուխի չեք կարող բռնեք որ սև շուկային էլ Հայաստանի շուկան էլի ես շատ լավ հասկանում եմ այդ ինչ ենթատեքստը բայց հենց հիմա արդեն այ հենց դուք խոստովանեցիք տիկին Արփինե որ դուք շատ էլ լավ գիտեք որ դա միայն դրա համար չի դա այլ անվտանգային բաների համար էլ է հասարակության պետության ու հասարակության համար անվտանգային բաների համար էլ է որը որ դուք հիմա ելել եք փորձում եք հեղաշրջել հակառակում օգտվելով նրանից որ օրինակ ինձ նման մարդիկ արդարացիորեն հարցեր են բարձրացնում Դուք դա փորձում եք դարձնել սվին իշխանությունների դեմ առատ եք աջոյ դա չի կարա տեղի ունենա Չի կարա տեղի դուք փուճուր եք որ անգամ ընդդիմություն կոչվեք դուք այնքան գոյություն չունեք որ բանի այս էլ երկրորդ անգամն է ազգային ժողովի ընտրություններում ձեր դեմքով չեք մասնակցում գիտեք ինչի որովհետև վախենում եք վերջնական խայտարակ լինելուց այ այդքան դուք գիտեք որ որպես քաղաքական թիմ հանրապետական կուսակցությունը գոյություն չունի ու վերջ այս ձեր ընտրությունների չմասնակցությունը դրա մասին է մեծ պլակատին որ գրես դա գոյություն չունի նույնն է թե իրավաբանորեն բանով փակված լինի ձեր կուսակցությունը այ այդքան բան եք դուք Սա էսպես դա պիտի լինի ես լինելու դեմ չեմ ես դեմ եմ մեխանիզմներին իմեյլը չեմ ուզում լինի սա է հարցը ժողովուրդ ջան որովհետև մենք կարող ենք միանանք այն բաներին դրանից մի քանի հատ այդպես բաներ կա որոնք որ օգտագործում է քաղաքակիրթ աշխարհը ոչ թե Պակիստանն ու Ռուսաստանն ու չգիտեմ ովքեր որը որ ԵԱՏՄ-ի պահանջն է ոչ եկեք գնանք այն ճանապարհը որը որ Եվրոպայի պահանջն է սա է իմ ասելիքը Հասկանում եք, եւ այն արդարացումը, թե իբր դա ստվերային շուկայի դեմ միայն պայքարելու համար է, սա նույնպես այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ ստվերային շուկայի դեմ, այո,
պայքարելու համար է, բայց դա հարցի միայն մի մասն է։ Մյուս մասը շատ ուրիշ բաների մասին է։ Այդ տեսեք, ես ամենասկզբում ամբողջովին եմ դեմ եղել ու ասել եմ մինչև տեսնեմ ինչա ստացվում։ Փորձել եմ ուսումնասիրել, կարդացել եմ, ուսումնասիրել եմ բոլոր կողմերին, ասածը, պատասխանը, ներկայացրածը, մյուսը, ասել եմ լավ, ոնց որ խելքին մոտիկ է դառնում, բայց ինչի հենց իմ է։ Այս սրա պատասխանը դեռ չեմ գտնել, երբ որ գտնեմ դա էլ ձեզ կներկայացնեմ ժողովուրդ ջան։ Ամենայն անկեղծությամբ կներկայացնեմ, բայց ելը չեմ գտել, որովհետև դրան դեմ եմ, որովհետև քննարկումները դեռ նոր են սկսվելու են ազգային ժողովում, սկսվելու են հանրային քննարկումներով եւ այլն, որովհետև սա կարևորագույն որոշում է։ Սրա համար քաղաքական կամք է պետք։ Ցանկացած իշխանություն կարա չի հասկանա, որ եթե դու նման բան ես առաջ քաշում, ընդդիմության կողմից շահարկվելու է, որ այ տեսեք, ձեզ լսել բան, մարդու մոտ առաջանալու է դիսկոմֆորտ, այսինքն դու կորցնում ես դիվիդենդ այդտեղ, ու քաղաքական թիմի համար սա ռիսկային է։ Հասկանում եք, էլի կան դες բաներ, որ քաղաքացու համար կարա լավ լինի, բայց շահարկումները ու պատկերըմբռնումները բերում են նրան, որ քաղաքական կամք է պետք լինում դա իրականացնելու համար։ Ես սրա մասին դեռ շատ խոսելու ենք սրա մասին ժողովուրդ ջան, բայց չպետք է թույլ տանք սրանց նմանները վերցնեն իրենց ձեռքը, սրանց նմանները ասելով հանրապետականա դաշնակախառը իրանց են բլոգերիկա խառը մեքսիկաներից, պալմեկի տակից, բանից, Ռուսաստանից, Ամերիկայում Ռուսաստանի շահեր պաշտպանողներ բաներ, չպետք է թույլ տանք։ Մի բան խոսում ենք, մենք ենք տերը, всё, դուք շատ որ մտեք այդ դաշտ, դուք չեք կարող ընդդիմություն կոչվել, դուք մաքսիմում լրտեսական խունտայի ներկայացուցիչներ եք, եթե ոչ հենց լրտեսներ Հայաստանի Հանրապետության դեմ։ Այսքան բան, որովհետև դուք 10 տարի եղել եք իշխանություն ու ինքներդ կարող եք այդ ստվերային շուկայի դեմը առնել։ Ու դուք չեք առել այդ ստվերային շուկայի դեմը։ Ընդ որում, բանի լեգիտիմության կորցնելու խնդիրը չունեք, որովհետև ըստ Սերժ Սարգսյանի, երբ իշխան ուզեիք, խփող եք։ Այլուբոմը լեգիտիմ չէ, կարող եք լավ մի երկու բաներ ժողովրդի համար անեք, դեմ գնայիք շատ բաների անեք, բայց չէ, այդտեղից տոկոսներ եք ունեցել, 50-50 եք ունեցել, ամեն ինչ ունեցել եք։ Ձեզ ասել են այս սիստեման մի խոսեք, չեք խոսել, հիմա ասում են խոսեք, խոսում եք։ Այսքան բան։ Իսկ մենը բուն հենց այո, ժողովրդի անհանգստությունն է, հարցերն է, որը բարձրաձայնում եք, որևիցե մեկի թույլ չենք տա շահարկեք։ Չփորձեք շահարկել հանրության անհանգստությունները, որովհետև դուք հանրության ու քաղաքացիների հետ բացարձակ ոչ մի տեսակ առնչություն չունեք, 1 միլիարդ անգամ հիմնավորել եք, 2 միլիարդ անգամ էլ թե հիմնավորեք։ Քանի միլիարդ անգամից դուք կարաք հասկանաք, այդքան միլիարդի թիվը ասեք, նստեմ ու հիմնավորեմ մենակով սարիտ։ Հասկացաք։ Չմտնեք այս դաշտ, բաց ոչ մեկը տարա։ Գնացեք այդ ճուտիկ բուլիկներին ասեք, թող նրանք խոսան, որովհետև այդ դրանցի շահտեղ դնող էլ չկա։ Չենք էլ ուզում բերենք առաջին պլան, ջանդան ինչքան ուզում են թող խոսան, բայց դուք ինքներդ ձեզ թույլ չտաք խոսելու։ Դուք ժողովրդի հետ ի՞նչ կապ ունեք։ Արփինե Հովհաննիսյան, դու ժողովրդի հետ ի՞նչ կապ ունես։ Հանրապետական չես։ Ի՞նչ կապ ունես ժողովրդի հետ։ Ո՞նց կարա մի հատ հանրապետական լինի կամ մի դաշնակ լինի, որ ժողովրդի հետ կապ ունի։ Ո՞նց կարա։ Ո՞ր մեկը կարաք այդքան լինեք։ Հստակ, քանի դեռ ձեր շեֆերը Սերժ Սարգսյան, Կոչարյան Ռոբերտը, Տեր-Պետրոսյան Լևոնը չեն գնացել հանրայինում նստեն բոլորով Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ 4-ը միտեղ, քանի դեռ չեք նստել ու չեք խոսել, թե Արցախը ոնց եղավ, ինչ եղավ, քանի դեռ թռած եք մանեկել, լյուբոյ հարցի վրից դուք թռած եք ուրեմն։ Դա ամենակարևորագույնն է, 21-ին դրանով կողել եք մի ձև պուին դաշտ, այսօրվա դրությամբ էլ տուին եք դաշտ մտցնում, դուք գիտեք կարող տակից արտախորհրդանական խաղեր տալ, անհնար է դա անեք։ Չեմ թույլ տալու։ 21 թվին չէի կարող շատ բան անել, որովհետև կաշկադվածություն ունեի կուսակցականության թեմայով, հիմիկվա դուք թույլ չեմ տալ, դուք շատ փոքրիկ ընդդիմություն լինեք։ Ժողովուրդ ջան, կունենաք հակասություններ, կունենաք քննարկելու թեմա, ասեք մեզ, գործ ունեք դրանց, ռադար եք դրանց, սաղի ռադար եք դրանց։ Հեսա գալիս են 5 տարով, հիմի նայեք, մինչև ընտրությունները ինչ էին ասում, 300,000 ադրբեջանցի, 300,000 աշխատատեղ, մթերման կայաններ չգիտեմ ինչ է, հեսա գալու են խորհրդարանը, գիտեք միակ իրաց քաղաքական խնդիրը որն է, մարդիկ բերան ասել են, ձայնը բաներներ կա, բերան, իրանք մի հատ խնդիրը դարձյալ, ինչպես 21 տվին, այնպես են հիմա Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, իրաց միակ քաղաքական թեմա, պատկերացեք քաղաքական թեմա, եկել է լավ բարձա, չէ, հասկանալի է, որ բոլորդ իրար օպոնենտ եք, իրար չգիտեմ կա հակադրվեք, չգիտեմ ինչեր կանեք, ամեն մեկը եւ այլն, այդ խորհրդարանը պիտի ձեր ծրագիրը իրականացնեք։ Փորձեք իրականացնել, դարձնեք բանավեճերի թեմա եւ այլն, օրենքներ դարձնեք դրանք եւ այլն, չէ։ Առա, գալու են հեսա էլի մեր միակ քաղաքական բանը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է։ Արա կհեռացեք թե չեք հեռացել, դա մի քիչ քիչ ա ուզում։ Սա չի հարցը, հարցը այն է, որ դուք ժողովրդին ասել եք մի վագոն բան, գնում եք խորհրդարան մի հարցով։ Հասկացաք, սա է ձեր քաշը, ու դուխ չեք ունեցել, այն մի վագոնի տեղը ժամանակին այդ մի բան ասեք։ Դուխ չեք ունեցել, մի ամիս քարոզարշավ է, ասեք ախպեր, ոչ մի ռազմավարությունը չենք ներկայացնել, ոչ մի բանը չենք անում։ Մենք սրա համար ենք գնում։ Դուխ չեք ունեցել այդքան։
Որովհետև գիտեք, որ ավելի վատ վիճակում եք հայտնվելու։ Չէ, ժողովուրդ, մենք գալիս ենք որպեսի, հենց արդեն հասավ մանդատների թեմա, մեր միակ նպատակը Նիկոլ Փաշինյանի մեռացնելն է։ Տոնավ է, ու ինքներդ էլ գիտեք, որ 5 տարի չեք կարենալու։ Խի չեք կարենալու, ախպեր դե մենք մի հատ գաղտնի պլանում ենք, չգիտեք։ Գժի դարա արա։ Դու կարաք խապեք, ձեր կոնտենտի կարաք խապեք, ձեր հետևորդների կարաք խիչ եք կարա, այսքան խապել եք, էդ ինչ չխապեք, էդ միտիկա բանը։ Բայց ժողովրդին չեք կարող խապել, դուք կարաք խապեք ժողովրդին ամեն օր, կարաք խապեք մի տարի, 2 տարի, 5 տարի, բայց դուք չեք կարող ժողովրդին խապեք միշտ, բոլորին ու միշտ, դա անհնար է։ Ու դա պատմությունն է ցույց տվել։ Պատմությունը հազարամյակներով դրա մասին է եղել։ Դուք այսօր ձեր արևին գույտ եք արել, որ ասում գույտ չի, գյուտը ասում լավ, ասում մի հատ հույտ տվեք, ասում հույտ չի, հյութը ասում պապ դու գույտ արիր։ Մի հատ գույտ եք արել, եկեք բան եք անում, խաղեր եք տալիս։ Գիտեք ձեր են Ռուսաստաններն է, բան, չգիտեմ, Կալուգաներն է, Ալտայսկի, չգիտեմ ինչը, ես շատ գիտեմ, այնտեղ կան էլի հազար ձևի բաներ կա, ինչ որ Ինգուշեցիայում եք որտեղ եք, ես ում եք ինչի տեղ դրել։ Եկել են, տեսեք ժողովուրդ, ձեզ ինչ են ասում, ձեզ ասում են, որ հեսա բանը, Բաբ Կենթունյանն էլ, օրինակ, տեսել եք, Բաբ Կենթունյանը հիանալի բացատրություն է տվել։ Ես բոլորին եմ հետևել, որովհետև այս թեմայով շահագրգիռ կողմ եմ հանդիսանում եւ միանշանակ չեմ ընդունում այս ամեն ինչը։ Հետևաբար ես ուշադիր հետևում ցանկացած բառ, որը այս թեմայի շրջանակներում է, բոլորի կողմից, որպեսզի ես կարողանամ իմ քաղաքացիներին իմ ու մեր հասարակական կազմակերպության հեղինակավոր կարծիքը հայտնեմ։ Պիտի ուսումնասիրենք, վարչապետներ բերանացի ասած չենք շտապում, դեռ ժամանակ կա քննարկումների։ Լավ կքննարկենք, կերևա։ Դուք ինչ եք հիմիկ բանից գազ տված մի թռել երկինք իշնունցած, չեք կարում տեղները գտեք, այ ժողովուրդ եք, հա, բանա լինում, ինչ որ բանա խախտվել ձեր մոտ, 60%-ը արդեն համաձայնակ 40-ը հələ, չէ՞, Սամվել Կարապետյանի ասած։ Ուրեմն բջիցանունդ մամայիդ ներկայությամբ կգնաս ու կխոսացեն լեքսիկոնով ինչ որ ստեղ գրել ես։ Որևիցե մեկը ստեղ մի բառ քֆուր չտեսնեմ։ Որևիցե մեկին չտեսնեմ, պրյամում մեր հեր եմ խառնում, տուն տեղ ընտանիք, всё, որովհետև ստեղ ընտանիքներից հելած մարդիկ են։ Մեկը չփորձի խառնի սա իր ընտանիքի վարքերի հետ։ Ով ուզում է լինի։ Մանվել ջան, այո, եվրոպական երկրներում, բոլոր երկրներում կա։ Բոլոր եվրոպական երկրներում էլ կա, Միացյալ Նահանգներում էլ կա։ Իմ ասածը հենց դա է, որ ոչ թե դեմ եմ համակարգի ներդրմանը, այլ դեմ եմ կոնկրետ իմեյին, այդ ծրագրին, նու կարող է ծրագիր բառնել դաժե ճիշտ չեմ ասում, որովհետև ինքս այդ տեխնիկական բաներից շատ գլուխ չեմ անում։ Բայց նրան իմ մոտ մտավախություն առաջել է, որ ԵԱՏՄ-ի պահանջով է դա, ու այնպիսի երկրներ են դրան կապած, որ մի քիչ այնքան էլ այն երկրները չեն։ Իսկ եվրոպական երկրներից ես վստահաբար այ կխնդրեմ քեզ, քանի որ դու Եվրոպայում ես, եթե կարելի է, մի հատ ինչ որ բջջային օպերատորի մոտ որ մտնես, իմ կարծիքով քեզ կասեն։ Բանը մենք ճշտենք։ Օրինակ, հենց Գերմանիայում, դիցուկ հենց Գերմանիայում, իմեյլի է, թե ուրիշ բան է դա կոչվում։ Չնայած Արփինեն ստեղ անունը տալիս է, ես ինչ։ Խորենն էլ ասում է, դա պարզապես դին համար է, հա, հասկանալի է։ Բայց էլ ինչ հանրապետական կամ դաշնակ, որ էդի չսարքեն մի հատ եսի ինչ, բայց թույլ չեն տա։ Ես չեմ կարող այլևս թույլ տամ։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացին եմ, այստեղս եք հասցրել, ձեր վատ կառավարումներով, ու այսօր եկել եք մի հատ մունաձունա դուք եսի ինչ դուք ով եք որ բան եք խոսում արա։ Դուք ով եք вообще, որ բան եք, այստեղ էս իրականության մեջ Հայաստանի Հանրապետությունում, եթե ունի խոսքի բարոյական իրավունք, դա միայն հայ ժողովուրդն է։ Քաղաքացին, ով երբեք դեռևս պաշտոն չի ստացել ու նկրտումներ չունի։ Մենակ քաղաքացի, որովհետև ցանկացած բան իր ընտանիքի վրա է ուղղակիորեն ազդի իր տան անդամների, իր ու իր սերունդների։ Դուք ով եք։ Դուք ստեղծել եք նես մի հատ իրականություն, որտեղ որ դες մի հավասար ենք բոլորս, հիմա դուրս եք եկել ձեր արևին քարոզ եք, ալու ռած եք բախտից։ Չեք կարա։ Ու այո, դուք շատ պուճուր եք որ խոսեք, սա եթե մեծ մարդ կա, դա Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, մեծ, բառացիորեն մեծ, տարիքով մեծ չէ։ Ու եթե հարցեր ունի տալու, մեկնաբանություններ ունի անելու, դժգոհություն կամ հակառակը, բան, դա մենակ քաղաքացին է, որովհետև լյուբոյ բան առաջինը քաղաքացիների այդ կաշվի վրա է զգում։ Դուք մինչև զգում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացի, մինչև դուք այսպես սկսում եք զգալ մոտեցող մի հատ դիսկոմֆորտը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին արդեն 80 կրող ֆռացած է լինում։ Նեսօր խաղեր չտակ։ Քաշել ձեր բները։
Հետ քաշվեք։ Գնացեք տեսեք հələ Վանեցյանն ուրա ինչ է, մա տեսեք որ միանակ իրար կարակ օրինակ քաղաքապետի ընտրություններին մասնակցեք թե ոչ։ Այսքան բան հասկացա՞ք։ Այս հարցը ես խորքային հիմա էլ չեմ ուսումնասիրում, հիմա էլ չեմ ներկայացնում ժողովուրդ ջան, ուսումնասիրելու փուլում եմ։ Բելը խորքային չեմ ներկայացնում, որովհետև ինքս շատ բաներ պիտի հասկանամ։ Բայց հիմիկվանից թույլ չեմ տա, որպեսզի որևիցե մեկը շարքի սա։ Չեմ կարա թույլ տամ։ Եթե թույլ տամ, ու եթե դուք էլ թույլ տաք, ժողովուրդ, ամեն մեկը սա պիտի մտածեք։ Ուրեմն մենք ասում ենք, որ 31 թվին նույնպես պիտի լինեն նմանատիպ ընտրություններ։ Նույնպես պիտի ուղեղները լվացած պահեն իրաց կոնտենտի, նույնպես պիտի այստեղ էլ էս լինի, նորից պիտի դառնա նախին ներկա, նորից պիտի գնա նույն ձևի ընտրություն ու նույն ձևի բան ազգային ժողովը ինչպես ակամ 36 թիվը։ Չի կարող, մենք պիտի գնանք փոփոխությունների, դե մենք քաղաքացիներս Մենք քաղաքացիներս այո, պիտի գնանք լուրջ փոփոխությունների ու պիտի ռիսկով լինենք, պիտի ռիսկով մտածենք, պիտի ռիսկով ինչ-որ բան արտահայտենք, ռիսկով։ Եվ այո, ասենք օրինակ, ես կարող եմ շատ սիրել մեկին, բայց դա չի նշանակում, որ չեմ կարող հակադրվել, չէ՞ նրան։ Իմ երեխու համար, որ ես իր հերն եմ, ինքը ինձ շատ սիրում է, ինքը ինձ երբեմն հակադրվում է, չէ՞։ Մա ամուսինները իրար երբեմն հակադրվում են, չէ՞։ Բայց ճուժոյի կողքից մեկին թույլ չեն տալ։ Եվ այո, ես 1 միլիարդ անգամ հիմնավորել եմ, կրկնում եմ 5 միլիարդ անգամ հիմնավորեմ, որ դուք ճուժո եք սաղըտել։ Դուք սաղը ձեր հանրապետական դաշնակներով սաղըտը ճուժո եք, ոչ մեկը ժողովուրդ չեք ներկայացնում։ Եթե ժողովուրդ ներկայացնելուց լինեք, 5 տարվա մեջ ազգային ժողովում մի հատիկ օրինագից բան կանեք, կընդունեք։ Մի հատիկ, թակ մի հատիկ։ Ինչեր եք խոսում միջև 21 թվի ընտրությունները, մտակ բան ազգային ժողով, դե գիտեք ոնց ժողովուրդ, մեր մի հատ նպատակը Նիկոլին հեռացնելը։ Արա ինչեր եք խոսում։ Դրանից որևիցե մեկը գազ չեք տվել։ Հիմա էլ մենք մի հատ նպատակը Նիկոլին հեռացնելն է։ Ինչ ասես խոսացել են 8 ամիս արա։ Այդ ձեզ թվում է թույլ կտանք թե դուք համոզեք մարդկանց որ բան անեն։ Եվ քննադատող այդ մենք ենք լինելու, մենք ինքներս, այն մարդիկ, ովքեր ընտրել են պահանջում են, դուք ով եք, որ բան պահանջեք, դուք էլ ձեր գործառույթները իրականացրեք։ Հասարակ բան եմ ասում, ժողովուրդ ջան, տարական մի հատիկ բան, ուրեմն, այսօր գնացել եմ գումի շուկա, բնակիչների խնդրանքով, ասել եմ, նա տարին այց ավտ տանը, չել գնացել եմ գումի շուկա, տեսել եք երևի համառոտ տեսանյութը հրապարակել եմ, 16 րոպեա, խնդրում եթե չեք տեսել, խնդրում եմ Եթերից հետո մտեք դա նայեք 16-17 րոպեանոց նյութ է տեղ գնացել նկարում եմ նկարելու ժամանակ արա խոլերայի բուն ասում չէ իմ տարածքն է դրա համար ստեղ եմ դնում աղբարկղը դու էլ չես կարող օգտվել արա դու բերել ես իմ քթի տակ քո բիզնեսը դրել ես այդ խոլերան ասում ես պիտի յոլա տանես ու ես չեմ կարող այդտեղ բանն այդ ինչ է հենց ջանդա այս կողմի վրա ճանապարհը փակած է Արա ժողովուրդ կարակ ձեր, ասենք ով որտեղ ապրում է, մի հատ նայեք ձեր բալկոնից ու ասեք, ցած մտածեք, նայեք։ Արա չէ, էլ մեզ ճամփեն սենսի մայիս կոմից փակել, շուկա դարձնել։ Ռեշոտին կապեն, շուկա դարձնել։ Ով ինչ պիտի ասի։ Սա անտելու դուրս բան է։ Գիտեք ինչ, մենք հեղափոխություն չենք արել ամենաթողության մասին։ Հարգելի իշխանություններ, գումի շուկայի մոտ փակած փողոց կա ռեշոտկեքով, որը կադաստրով հələ փողոցա ցույց տալի։ Կադաստրով ցույց է տալի, որ այդտեղ փողոց է, գետնի վրա դա ռեշոտկեքով փակած շուկայի տարածք է։ Եթե սա ամենաթողություն չի, բա ինչ է մեկը ինձ կարա ասի։ Ինչ է դա։ Կարամ ես մի հատ փողոց փակեմ շուկա դարձնեմ։ Եվ այո, հեղափոխությունը հենց այդպես բաների դեմ է, կամայականությունների դեմ։ Այդ ոնց, ուզում եք ինձ ասեք կենտրոն թաղապետարից որևիցե մեկը մինչև այսօր դա չի նկատել, դա շատ վատ է։ Իմիջիայլոց ես ասում եմ եւ արգելում եմ որ Արփինե Հովհաննիսյանը երբևէ այս խոսույթը նույնպես կրկնի ինքը որովհետեւ եթե բանում եք անելու այնտեղ ներկայացուցիչներ ունեք բանում Երևանի ավականու անդիմադիր դաշտում այդ ոնց է լինում որ նրանցից որևիցե մեկը չի գնացել այնի լուսաբանելու ճիշտ է այն Բեգլարյան գագոն է ախր ոնց իրանց ոտնջ չեն գրագելու աբեր չէ Բախի միջև գնացել դա լուսաբանեք։ Այդ բնակիչները ինչքան տարիներով այդ խնդիրը ունեն։ Քիչ է գնացել։ Փողոցը մարդը փակել է արա։ Փակել ասել է այսօրվան չկա ախպեր։ Դե արելա հələ իր վախտը։ Մինչև այսօր տենց է։ Կներեք ռեֆորմիստական մոտեցում պետք է լինի։ Կամ այդ նույն աղբամանների թեմայով։ Դե մի ասում են ինչ կարասի, ասում են կարասի օրինակ։ Դե գիտեք Բանա,
մենք պատրաստ ենք աղբամաններ բերենք դնենք, քաղաքացիների թող ասեն որտեղ դնենք, մենք էլ բան անենք, սպասարկենք, խնդիր չունենք։ Որպես մենք ապա այնտեղ տեղ չկա դնելու։ Չկա տեղ դնելու։ Էդի է։ Ոչ մեկ իր տանդեմը թույլ չի տալու։ Ու ինչ ա լինում։ Այսինքն ուզում եք ասեք լծակներ գույություն։ Ես այնտեղ մի բա բերեցի մի հատ աղբի աման, թափեցի մյուս աղբի ամանի մեջ, անեց հոտ ընկավ, երթվում եմ ժողովուրդը, որց կալս եկավ։ Այդ մարդիկ ամբողջ օրը տեղեն հեչի, մի հատ էլ գիշերը ամառորով պատկերացեք вообще։ Գժանոց, սանիտարական գժանոց, տանում են։ Այսինքն դուք ուզում եք ասեք, շուկայի տիրոջը չեք կարող ասեք, արա, արայով հենց իմնը։ Այդ ժողովուրդը դա պիտի իր աղբը թափի։ Դու չես կարա չթողնես, չես թողնում, հարց չկա։ Ամեն օր ես ինքս մենակով ես, հələ չլինելով պաշտոնյա, կարամ ամեն օր այնտեղ առողջապահության տեսչական մարմնից բան բերեմ, ամեն օր։ Տուգանեն ամեն աստծո օրով։ Ու էդի տևի մի քանի ամիս։ Ամեն անգամ նոր բանի վրա տուգանեն։ Այդքան հակահիգենիկ բան կա դե։ Դուք չեք կարողանում այս գործիքը կիրառել, ոչ մեկ դե գիտեք, էսի մեր դաշտում, չէ՞, այն դաշտում, չէ՞, այն մյուսի դաշտում, չէ՞, ինչու՞ մասն է խոսքը։ Գիտեք ինչ, ես երբ որ եթերներ եմ անում, այսօր շատ հարգելի մեր Անդրանիկին, ով որ պաշտոնյա կապվել էր ինձ հետ հենց այդ հարցով, ինչ համար շատ շնորհակալ եմ միջայլով, հուսամ այդ խնդիրը այսպես թե այնպես լուծում կստանա։ Նրան նույնպես դա է ասում, նա եղբայր։ Ես երբ որ նյութ եմ հրապարակում, օրինակ, գրում եմ Երևանի քաղաքապետարան, ես ոչ թե Տիգրան Ավինյան կամ բան, ասենք վարչական շրջան, ես ոչ թե դիմում եմ իրենց, եկեք ճիշտ հասկանանք, ես դիմում եմ Երևանի քաղաքապետարան ինստիտուտին, նշում եմ այդ բաները, որ իրանք առավել ևս ուշադիր լինեն, ես պարտավոր չեմ իմանամ, այս ինչ ուղղությամբ կամ նեղ ուղղությամբ որ կառույցն է աշխատում, ես նշում եմ ինստիտուտին, ինստիտուտով տեսակ, գցեք ձեր մեջ, նայեք ուղղությունները, կառավարեք, հանձնարարեք, լուծեք, առաջարկներ արեք, շփվեք։ Քաղաքացին այդ ամեն ինչը իմանալու պարտականություն ու պարտավորություն չունի, բացարձակ։ Եթե ես նշել եմ օրինակ Երևանի քաղաքապետարան, ուրեմն դա նշանակում է Երևանի քաղաքապետարան։ Դա այդ ինստիտուտն է, քաղաքապետարան ինստիտուտն է։ Թե այնտեղ հիմա օրինակ նշել եմ Տիգրան Ավինյան, նշեմ ասում Տիգրան Ավինյան, արի ես հարցը լուծի, ոչ։ Նշել եմ, որ ինքն էլ անձամբ թեմա։ Տեսել ես համապատասխան հրահանգներ, հարցու պատասխան։ Առաջարկներ, լուծումներ։ Նորմալ, մարդկային, ուղիղ, ճիշտ ճամփեքի վրա։ Ես հասկանում եմ, որ երբ որ քֆրտելով եթերներ են անում մարդիկ, կամ գնում ճկույտներով ասֆալտ քանդելով կապիկություններ են անում մի 30 հատ էլ Կայք Քոչարյանա սերժական դա վերցնում տարածում է, ու դուք ցնցված սկսում եք հաջորդ գործակարգավարականին զեկուցել, ներկայացնել, ասել, բան, ու երբ որ մենք կիրք գրագետ նորմալ ձևով ենք փորձում ասենք, դուք դե հələ քանի չեն բանել լավ դեր մենք մի կողմ, դա չի անցնի։ Դա չի անցնի։ Եկեք, պահենք։ Գիտեք ինչ, ես խնդիր ունեմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ որպես հասարակական կազմակերպության նախագահ, ունեմ կոնկրետ խնդիր։ Իմ խնդիրը ժողովուրդ ջան, ձեզ էլ եմ ուղիղ ասում։ Իմ խնդիրը կայանում է ընդդիմադիր դաշտում հեղափոխություն անելը, որպեսզի հասարակության ընկալման մեջ չտեղավորվի, որ ընդդիմությունը քֆուրտավորն է։ Ոչ, ընդդիմությունը նույնպես դասական քաղաքական գործիչ պիտի լինի։ Կարողանում են կանեն, չէ, թող գնաց սովորեն ոնց անեն։ Ինչի արդյունքում միայն ընդդիմություն, իշխանություն, դասական քաղաքականություն վարելու շնորհիվ միայն կարա մեր պետությունը շահի։ Եթե լինեն ցենց սուր բևեռականություններ, դա վնաս է բոլորին։ Եվ ընդդիմադիր դաշտում պիտի լինի այդ հեղափոխությունը։ Եվ ընդդիմադիր դաշտը պիտի, այս դաշտի հետ որ չեմ ասում, այս խորհրդական կամ բան, բայց պիտի հասնենք նրան, որ ընդդիմությունը նույնպես լինի ժողովրդինը։ Ժողովուրդը անգամ նրանք, ովքեր իշխանության են ընտրել, համաձայն լինեն, որ սա իրենց ընդդիմությունն է։ Եվ ընդդիմությունը, ով որ ընտրել է, համաձայն լինի, որ սա իշխանությունն է։ Եվ քննարկումներն ու քննադատությունները, պրոցեսները գնան քաղաքակիրթ մթնոլորտում։ Եվ հանուն պետության։ Իմ խնդիրը դա է, որովհետև ես տեսնում եմ Հայաստանի Հանրապետության զարգացումը դրա մեջ։ Այսքան եմ կարում անեմ, այսքան եմ անում։ Այսքան կկարենամ, այսքան կանեմ, այսքան կարողանամ, այսքան կանեմ։ Ինչքան իմ հնարավորությունների մեջ ես այդքանով եմ։ Դա ծովի մեջ կաթիլ է, թե բաժակի մեջ վեդրո է, չգիտեմ։ Ես իմ խղճի առաջ մաքրում եմ ու ազնիվ։ Ձեր առաջ նույնպես ժողովուրդ ջան։ Եվ շնորհակալ եմ ձեզ մշտապես հետևելու, մշտապես կիսվելու, տարածելու, աջակցելու համար
Դա չափազանց կարևոր է եւ մոտիվացիոն առումով եւ իհարկե տեղաշարժը ապահովելու առումով։ Եվ ընդդիմադիր արտախորհրդարանական ես կոչ եմ անում արտախորհրդարանական ընդդիմությանը, ովքեր որ իսկապես կապիկներ չեն, այլ իսկապես իրանք ժողովրդավար ընդդիմություն են իրացից ներկայացնում, թույլ չտալ, որ 21 թվականի ընտրություններից հետոյի նման արտախորհրդարանական ընդդիմադիր դաշտը բլոկվի որոշ ճղճիմների կողմից։ Կարաք, արեք։ Չեք կարա, ուրեմն մեզ ընտրությունից ընտրություն լոլոներ մի կարդացեք։ Որովհետև անելիքները շատ են։ Փորձեք դուք։ Մենք չենք ասում, ես ինչ որ անում եմ ստացվում, չէ։ Մեկը ստացվում, 10-ը չի ստացվում, հետո 10-ն է ստացվում, մեկը չի ստացվում, բայց անում եմ։ Գնում եմ անելու ճա, մեկը չի կարացի չարիր։ Ու դա անում եմ իմ ընտանիքի հաշվին։ Տներեք, անկեղծ ասեմ ես ձեզ, հա։ Երեք իմ տղի առաջի վիպուսկնոյն ա եղել, 9-րդ դասարանն ավարտում վիպուսկնոյն ա եղել։ Ես մինչև 3 չեմ ընկալել դա, որ տղիս վիպուսկնոյն ա։ Այսօր նույնպես մի պահ եմ հիշել։ Իմ տղեն ա, այն տղեն, ում մի քանի տարի սպասել եմ ծնվելուն մենակ։ Ում դրանից մի 10 տարի առաջ նվիրված բանաստեղծություն եմ գրել։ Խաբար չեմ եղել, որ վիպուսկնոյն ա հեսա։ Կներեք, արդյոք արդեն երկրորդ դասարանը տեղափոխվում։ Ես իմ ընտանիքը դրել եմ մի կողմ, 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո ինչ որ խոստացել եմ, այդ անելով գնում եմ։ Բայց մեկ-մեկ այդ մոտիվացիան պետք է լինում։ Մեկ-մեկ դու ես հունից ելնում, ներվային անում, հիասթափվում, ամեն օր 10 անգամ հիասթափվելու առիթ եմ ունենում։ Եվ շնորհակալ եմ այո ձեզ, որ ձեր մշտական հետևելով ես գոնե հասկանում եմ, որ լավ, այսքան գնահատող կա, դա ինձ համար մեծ հարստություն է արդեն։ Ես ամիս ու կեսվա մեջ համ հորս ուղարկավորեցի, համ աղբորս։ Հասկանում եք դա ինչ է։ Ու ստիպված ես արագ քեզ հավաքես ու կպնես գործին, որովհետև պետության մասին է։ Սա շատ բարդ է։ Ու այս սաղ էմոցիաները, որոնք որ ես եմ ապրում, դրանք ամեն մարդու ապրելու բան չեն երևի, եւ Աստված չանի որ ապրեն դա։ Բայց այդ ամեն ինչի մեջ նեցուկ լինելը պետք է լինում։ Ինչի համար շնորհակալ եմ ձեզ ձեր ցավը տանը։ Շնորհակալ եմ ձեզ։ Երբեմն համեցեք մեզ մոտ գրասենյակ սրճելու, զրուցելու։ Շատ ուրախ կլինենք։ Լավ մնացեք, կհանդիպենք վաղը, եթե ողջ լինենք։ Ամեն ինչ շատ լավ է լինելու, շատ լավ է լինելու։ Հայաստանը բռնել է այդ ճամփեն։ Չպետք է թույլ տալ, որ թեքվի այս կողմենքում։ Չպետք է եւս 5 տարի թողնենք անցնի մեր բոլորի ընդհանուր կյանքից։ Չի կարելի դա թույլատրել։ Այս 5 տարին մեր կյանքից գնաց է։ Մի հատ էլ է հեսա 5 տարի գնալու, դրանք հետո իմ մյուս 5 տարին ինչ է։ Ամեն ինչ շատ լավ է լինելու, Հայաստանը դառնալու է իմ երազած, այն 20 թվականին երբ որ ասում էի Հայաստանը դառնալու աշխարհի ամենալավ երկիրը, այդ ժամանակ շատերը ասում են առապել, այս ինչ ես խոսում։ Այսօր արդեն այդպես չեն ասում։ Ասում են գիտես կարող է բան դառնալու է աշխարհի ամենալավ երկիրը։ Դառնալու է։ Մենակ թե մենք իրար մի քիչ լսենք ու մտորենք։ Ես ինքս ձեզ շատ դեպքերում լսում ու մտորում եմ, չէ՞ դրա շուրջ։ Լսելը լավ բան է, 2 հատ ականջա, 2 հատ աչքա, 2 հատ քթիցակա, մի հատիկ վերան։ Դրանք ֆունկցիոնալ առումով ոնց պետք են, այտենց բաշխված են, չէ՞։ Չնայած վերջերս ես ոնց որ շատ եմ խոսում։ Լավ եղեք ժողովուրդ ջան, շնորհակալ եմ եթերը դարձել դիտելու եւ տարածելու համար, բարի գիշեր ձեզ։